Մենք վերադարձանք սիրելի ընկերներ ու հիմա պետք է ձեզ նորից հիշեցնենք, որ այսօր Տիկնիկային թատրոնի միջազգային օրն է։ Եվ թեման հիմա շարունակելու ենք մեր հյուրի հետ, մեր տաղավարում է տիկնիկավար, դերասան, Տիկնիկային գործիչների միության նախագահ Աղասի Մելքոնյանը, ողջույն եւ շնորհավոր։ Ողջույն, շնորհակալ եմ, ես էլ շնորհավորում եմ, միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ ուզում եմ շնորհավորել տիկնիկագործներին, տիկնիկավար դերասաններին, բոլոր նրանց, ովքեր զբաղվում են այս գեղեցիկ արվեստով։ Իսկապես շնորհակալություն այդ մարդկանց, որ իրենց սիրով նաև ստեղծում են հեքիաթը բոլորիս կյանքում, հատկապես մանուկ հասակում, երբ բոլորս մեր առաջին կապը թատրոնի հետ ստեղծում ենք տիկնիկային թատրոնի ու տիկնիկային արվեստի շնորհիվ։ Երբ ու ինչպես տիկնիկային արվեստը հայտնվեց ձեր կյանքում։ Դե ես դեռ փոքր էի, փոքր ժամանակ իմ ծնողները արվեստասեր են եւ ես շատ խմբակներ էի այցելում։ Պատահաբար ես հայտնվեցի տիկնիկային թատրոնում եւ սիրահարվեցի, դեռ դպրոցական էի, բացվեց տիկնիկային կուրս առաջին անգամ Հայաստանում եւ ես այն ուսանողներից էի, ով միայն տիկնիկային բաժին էր տվել, չէր տվել դերասանական կտրվել ընկեր։ Եթե ոչ։ Այո, ես միայն տիկնիկայի եւ ես ընդունվեցի դեռ ուսանող տարիներից թատրոնում աշխատում էի, խաղում էի տարբեր ներկայացումներում, շատ բարդ ճանապարհ եմ անցել, բայց այդ ամեն ինչը հաղթահարել եմ, հիմա ես եմ դասավանդում ինստիտուտում։ Մենք դեռ կհասնենք իհարկե այդ շրջանին։ Ինչ կա Տիկնիկային թատրոնում, որ չես գտնի այլ թատրոններում։ Երբ որ դերասանը, դրամատիկ թատրոնի դերասանը կարողանում է խաղալ եւ ցույց տալ իր այսպես տաղանդը, այդ ամեն ինչը տիկնիկավար դերասանը փոխանցում է տիկնիկին։ Եթե արեստավար դերասան է եւ կարողանում է վարել եւ մարիոնետ, եւ հարթակային տիկնիկ, եւ ձողիկավոր, այդ տիկնիկավար դերասանը դեռ էլի ունի աշխատանք, բայց նա սիրահարվում է, դու չես կարող սեր չտալ, որովհետև դու խաղում ես երեխաների համար, իսկ երեխաների համար խաղալիս պետք է շատ ազնիվ լինել, որովհետև երեխան ազնիվ հանդիսատես է։ Այո։ Ու ամենապահանջկով, ամենաբարդ հանդիսատեսը, չէ՞։ Ամենաբարդ, այո։ Երբեմն լինում են դեպքեր, երբ որ երեխային հարց ես տալիս, երեխան ասում է, տեսնում եմ մյուս երեխան ինչ հարց է տալիս, ասում է ես փոխում եմ իմ հարցը, ես փոխում եմ իմ հարցը, այնպես որ երեխաները շատ ազնիվ են եւ անմիջական։ Այսքան տարի թատրոնում միայն կարելի է պատկերացնել ինչ ծավալով դերացանք ունեք, ինչ կերպարների եք մարմնավորել, ինչ տիկնիկների եք փորձել ներկայացնել հանդիսատեսին, կամ մի կերպար, որը ամեն դեպքում ամենասիրելին է, առանձնահատուկն է, գուցե հետաքրքիր է տիկնիկը իր տեսքով եւ կառուցվածքով։ Թատրոնի իմ այսպես գիտակցական կյանքում, երբ ես թատրոնում էի արդեն, մի ներկայացում կար Անհախ Տաքլորը, որը բեմադրել է Երվանդ Մանարյանը, եւ ես ուսանող էի, 18 տարեկան, ես սկսեցի խաղալ Անհախ Տաքլորը, որը մինչեւ հիմա ինքը շատ ժամանակակից է, մինչեւ հիմա հանդիսատեսին գրավում է իր տիկնիկների տեսակով, իրենք ձեռնոցած տիկնիկներ են եւ հետաքրքիրն այն է, որ այդ ներկայացումը միջազգային փառատոններում շատ մրցանակներ է շահել, որտեւ ինքնատիպ է այդ ներկայացումը։ Չնայած ես արդեն խաղում էի այն թզուկի երգը հայտնի, խաղում էի այդպես փոքրիկ իշխան, տարբեր ներկայացումներում, բայց Անհախ Տաքլորը ինձ համար յուրահատուկ է, որովհետև ես այնպիսի դպրոց եմ անցել, այնպիսի վարպետների դպրոց կրող եմ, որ ես դրանով հպարտ եմ։ Աղասի դուք տիկնիկավար լինելուց բացի նաև տիկնիկագործ եք։ Այո։ Այ հետաքրքիր է իմանալ ինչպես է ստեղծվում տիկնիկը, ինչ գաղափար է ծնվում, ինչպես է իրականացվում այդ ամենը։ Նախ եւ առաջ տիկնիկը պատրաստելիս պետք է հասկանաս դու ինչ տիկնիկ ես պատրաստում։ Հետո կտորը, գույնը արդեն տրամադրում է, թե ինչպիսի տիկնիկ պիտի դուրս գա։ Ես դերասան լինելով միշտ մտել եմ արվեստանոց, տիկնիկագործի պատրաստած տիկնիկը դեռ հագուստ չկար, դեռ դեմքը ներկված չէր։ Միշտ վերցնում եմ տիկնիկը եւ ուսումնասիրում, տեսնում իմ գործիքը արդյոք ինձ հարմար է, ես կարող եմ նվագել դրանով եւ եթե ինչ որ խնդիրներ է լինում, ես բարձրաձայնում եմ, մենք խոսում ենք, շտկում ենք, որովհետեւ բեմում դու ես լինելու ու քո տիկնիկը, քո գործիքային պես պետք է լինի, որ հանդիսատեսը չզգա, որ ոտքը կաղում է կամ մազը ծռված է կամ
հագուստը կեղտոտ է կամ ձեռքը լավ չի աշխատում, չի բարձրացնում մինչև գլուխը։ Այնպես որ մինչև տիկնիկ պատրաստելը դու պետք է տեսնես։ Բայց քանի որ ես նաև տիկնիկագործ եմ, ես իմ դասերի ընթացքում պատրաստում ենք նաև երկու ծիսական տիկնիկներ, որ այս գործով զբաղվող մարդիկ հասկանան, որ պրոֆեսիոնալ տիկնիկներն ուրիշ են, ծիսական տիկնիկներն ուրիշ, որովհետև մենք շատ ավանդույթներ, ծեսեր ունենք, մենք շատ հարուստ ազգ ենք, որ մեր տիկնիկները տարբեր են, ակլատիզ կլինի, ուտիստատ կլինի, այդ նուրի կլինի, այդ տիկնիկները պատրաստելիս պետք է վերցնել ծեսին, տիկնիկին համապատասխան գույն, այսպես կտոր, որը շատ կարևոր է։ Իսկապես շատ կարևոր է։ Հիմա սեղանին դրված են նյութեր, որոնք առաջին հայացքից որևէ բան չեն հուշում տիկնիկ լինելու մասին, բայց արի ուտես, որ առաջին քայլերը տիկնիկային արվեստում սկսվում է հենց այս նյութերից։ Այո, հենց Ինչպես են ուսանողները ծանոթանում այս գործիքների հետ, որով հետո պիտի նվագեն։ Ես էլ մի փոքր սովորեցրեք։ Այո, սա մի փոքր վարպետության դաս կլինի։ Մեզ համար եւս։ Այո։ Տեսեք, նախ եւ առաջ ուսանողներին եւ այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել այս գեղեցիկ արվեստով, վարժեցնում ենք մատները։ Մատները վարժեցնելուց հետո մենք դե մատները պետք է իմանանք ցուցամատ, բթամատ, միջնամատ, մատնեմատ եւ ջկույտ։ Անգիր գիտենք։ Եթե արդեն անգիր գիտենք, դա այո, դա այ լավ է։ Հիմա տեսեք, ցուցամատը մեզ մոտ գլուխի համար է։ Ցուցամատը պետք է կարողանանք իջեցնել եւ բարձրացնել, ծալել, շատ վարժ, եւ բթամատն ու միջնամատը մեզ մոտ դառնալու են տիկնիկի ձեռքերը, տիկնիկի ձեռքերը։ Հետո տալիս են գնդակը։ Սա սովորական գնդակ է, որի միջոցով դերասանը ամրացնում է մատին, ցուցամատին եւ մատը սկսում է շարժել։ Բթամատն ու ցուցամատը դառնում են ձեռքերը եւ տիկնիկը սկսում է շարժվել։ Հետո ավելացնում ենք արդեն կտոր։ Մենք կարող ենք կտորի միջոցով տիկնիկին ձևափոխել։ Փոքրիկ էտյուդներ ենք անում լսարանում ուսանողների հետ եւ սկսվում է զարգանալ նրանց մտածողությունը դեպի տիկնիկային արվեստ։ Ինչ կարող են անել, որ տիկնիկը կարողանա կերպարանափոխվել, կարողանա այսպես ուրիշ կերպար լինի։ Տեսեք, ինքը արդեն կերպարանափոխվում է։ Կլորիկ տատիկ դարձավ։ Այո, եթե դարձավ տատիկ, արդեն ձեռքի շարժումները փոխվում են։ Ինչպես տատիկը կքայլի, նույնը տիկնիկը պիտի քայլի, որpիսի այսպես հանդիսատեսը տեսնի, որ սա իսկապես տատիկ է։ Իսկ տատիկը կարող է ակտիվ լինել, որովհետև երևի առողջ ապրելակերպով է զբաղվում եւ նա կարող է ակտիվ լինել։ Դրա համար մենք չենք դնում սահմանափակումներ, այսպես։ Հետո վերցնում ենք կտորը, կարում ենք հատուկ, տեսեք, ես ցույց տվեցի ցուցամատը, բթամատը, միջնամատը, տիկնիկի հագուստը արդեն պիտի այնպես համապատասխան լինի, որ մատները տեղավորվեն ներսում։ Նույն ձև ես ցուցամատը, Միկա կարող ես դու փորձել։ Սա իսկապես վարպետության դաս է նաև Ցուցամատը կենտրոնում, այո, բթամատն ու միջնամատը ձեռքերն են լինելու։ Խնդրեմ, գնդակ, նախ եւ առաջ շարժիր, տեսնենք դու, այո, սա ձեռքերն են։ Այո, փորձիր գնդակը տեղադրել։ Այսպես որտեղ։ Գլխին։ Գնդակով չենք խաղում, գնդակը հանդիսանում է գլուխը։ Ահա։ Շատ լավ է։ Մեր փոքրիկ գործընկերը։ Ծափահարություններով սկսում ենք։ Այո, սա առաջին ձեռնոցատիկնիկն է, որով անցնում է տիկնիկավար դերասան։ Հիմա մանեին խնդրենք, որ գլուխը կապի, գլխաշոր, այդպես։ Սպասիր։ Մենք ունենք նոր փոքրիկ գեղեցիկ գործընկեր։ Իսկ երբ ենք անցում կատարում, եթե ճիշտ եմ ասում հիմա անունը, ձողիկային տիկնիկներին։ Այո, ձողիկավոր տիկնիկ, Ինչպես ամենաբարդն է երևի։ Ամենաբարդը խամաճիկներն են, որ ունի բազում թելեր եւ վագան պահելով ձեռքը, գաբիտը պահելով ձեռքը, տարբեր տիկնիկներ դու պետք է փորձես հարմարեցնել քեզ։ Օրինակ, տեսեք, գաբիտը պահում եմ իմ ձեռքում, մեջտեղն եմ դնում, այստեղ կա փայտիկ, փոքրիկ փայտիկ եւ այս փայտը բթամատով, ցուցամատով պահում եմ եւ պտտում եմ գլուխը։ Պտտում եմ գլուխը։ Այնուհետեւ ձեռքերը բարձրացնելով պետք է այնքան վարժ լինել, որ կարողանալ շարժել։ Ձեռքերը դրեց, մարմինը բարձրացավ, տեսավ աջ, ձախ, ներքև, ես քայլեց, զարմացավ, ավելի արագ քայլեց,
տարբեր եւ դուք չես կարող ձեռքը թողնել, Ահա։ որովհետեւ եթե դու պտտես, կարող ես խաղընկերոջդ աչքը հանել։ Դրա համար Տիկնիկի պիտի պահես։ ձեռքով։ Այո, դրա համար պետք է բաց թողնել այն ձողը, որը դեպի քեզ Հա։ մոտ է, մյուս ձողով պահես եւ խոսես, եթե այդքան դժվար է եւ ծանր է, որտեվ տեխնիկներ կան շատ ծանր են։ Եվ ձեռքը պետք է այնպես պահել, մոտենալով շիրմային, կամած դու պետք է իջեցնես, որ բոլոր տեխնիկները հավասար լինեն, հավասարությունը պահել։ Այո, սա շատ բարդ է, այստեղ ինձ մոտ Շատ բարդ մասնագիտություն, որը իրականում մեզ հեքիաթային է թվում, Այո։ որովհետև մենք տեխնիկային թատրոն այցելելով շատ հաճախ չենք տեսնում այդ աշխատանքը, այնինչ մնում է շիրմայի հակառակ կողմում եւ տեսնում ենք միայն գեղեցիկ տեխնիկներ, որոնք հոգի ունեն ու ունեն իրենց յուրաքանչյուրը ամեն մեկը իրենց առանձնահատուկ պատմությունները, որ ներկայանում է հենց դերասանի օգնությամբ։ Ձեր ամենասիրելի տեխնիկի տեսակը ո՞րն է։ Ես տարբեր տեխնիկներով կարողանում եմ վարել, տարբեր տեխնիկներ կարողանում եմ վարել, չկա այդպիսի տեխնիկ, որ ես ասում եմ, այ հարթակային տեխնիկը ինձ գրավում է, ձեռնոցատեխնիկը ինձ գրավում է, չէ, բոլոր տեխնիկները սիրում եմ, բոլոր ժանրերին տիրապետում եմ եւ պարզապես կան բարդություններ եւ կան շատ հեշտ տեխնիկներ, որոնք դառնում են արդեն ինքեզ համար գործիկ, ցանկացած ներկայացում խաղալիս, ես գալիս եմ ներքև, տեխնիկներն արդեն դրված են, վերցնում եմ, տեսնեմ տեխնիկի որ հատվածը չի գործում կամ վատ է եւ շտկում ենք մինչեւ ներկայացում խաղալը, որտեվ հանդիսատեսին պետք է ներկայանալ պատրաստ։ Հիմա ժամանակները փոխվում են գրեթե ամեն օր ու այս արհեստական բանականության ժամանակահատվածում ամեն նոր գրեթե ավելանում են նոր կերպարներ, նոր հերոսներ, նոր հեքիաթներ, դա չի խանգարում ձեզ, որպեսզի երեխայի հետ, հանդիսատես երեխայի հետ ձեր կապը միևնույն է պահի այդ անմիջականությունը։ Շատ լավ։ Տեսեք, ժամանակին, երբ որ ես ներկայացում եմ խաղում, ժամ 10 րոպե, ժամ 15 րոպե, երեխաները նստում եւ ժամ 15 րոպե դիտում էին ներկայացումը։ Այսօր ժամ 10 րոպե բացառվում է։ Երեկոյան ներկայացումներն են այդքան։ Մենք չենք համբերում, մենք չենք ուզում։ Այսօր երեխան ուզում է, որ ինքը խաղա։ Հարցը, պատասխանը, ավելի շատ ինտերակտիվ ներկայացումներ են։ Ինչ-որ արագություն, չէ՞։ Այո, եւ ներկայացումները պիտի լինեն 30 րոպե, 40 րոպե ընդմիջումով ավել կարող են լինել, բայց 40 րոպեից ավել երեխան չի ուզում, որովհետեւ դու չես կարող տեխնիկը պահել, տեքստեր ասել, շարժը պիտի լինի, որ երեխան տեսնի։ Ինչ վերաբերվում է ժամանակակից ChatGPT-ներին, վերջերս ես իմ ուսանողների հետ Ստեփանավանում պիտի խաղայինք 8 ներկայացում տեխնիկային գործիչների միությունով, որը կոչվում է Կաթի ուժը, Կաթի ուժը, եւ այնտեղ երաժշտություն էր պետք, ես փորձեցինք վերցնել բլոգեր կով, որը Ամեն ինչ լսել էինք բացի դրանից։ Բլոգեր կով։ բլոգեր կովը, Որտեղից գտաք նրան։ Շատ ես հետևորդներ մտածեցի ունի։ տեսակի կերպար ստեղծել, որ երեխաներին այսպես գրավի։ Կովը բացատրում էր, որ Չինաստանում ապրող իր գործընկերը, որը չի ուտում առողջ սնունդ եւ շատ ինքը ուսուցողական ներկայացում էր եւ կապվում էր Ալյասկայում իր կով գործընկերոջով նորից բլոգեր էր եւ ասում էր ձեզ մոտ ինչպես է եղանակը եւ մեր կովը մեր տիկին ծովինարը ասում էր որ ես Հայաստանում եմ ապրում, այստեղ բնությունը լավ է, ես առողջ սնունդ եմ ուտում եւ այսպես երեխաները զարմանում էին։ Կովը միանում էր մյուս գործընկերոջը հեռախոսով երեխաների համար դա նորություն էր եւ մենք փորձեցինք ChatGPT-ով վերցնել երաժշտությունը ժամանակին երբ որ դու կոմպոզիտորին հատուկ գրվում էր երգերը ստուդիաներում երկար ժամանակ մենք չարչարվում տարապում էինք մինչեւ այսօր 1 վայրկյանում կովի երգը պատրաստ էր Եվ կովը ելույթ ունեցավ 7 անգամ այդ երգերով, ճիշտ է, երգերի մեջ կան արհեստական բառեր, որը ականջդ լսում է եւ դու հասկանում ես, որ սա սիրտ ու հոգի չկա, բայց արվեց։ Դե իհարկե մշակումների շնորհիվ ամեն բան արվում է։
Քանի որ զրույցի ընթացքում անընդհատ խոսում ենք փորձի փոխանակման, թե դպրոցներում մարզային, թե նաև ուսանողների հետ աշխատանքի ընթացքում վստահաբար նկատած կլինեք, թե տարեց տարի որքանով է հետաքրքրությունը մեծանում կամ հակառակը տեխնիկային արվեստի նկատմամբ։ Ինչպիսին է այսօրվա երիտասարդությունը, որքանով է հետաքրքրված տեխնիկագործության, տեխնիկավարությամբ, որպես արդեն հետագա մասնագիտություն։ Շատ լավ։ Առաջին տարին 4 տարի առաջ, երբ որ Պարոն Դադասյանը հրավիրեց ինստիտուտ դասավանդելու, ես չէի ուզում, ճիշտն ասած, որովհետև ես մտածում էի, ասում էի, ես կդառնամ 70 տարեկան, նոր կգամ ինստիտուտ դասավանդելու, ասաց, որ 70 տարեկանում դու ոչ ոքի պետք չես։ Ասացի, բայց ինչի՞։ Ու այդպես ես գնացի ինստիտուտ 4 տարի առաջ։ Ես դասավանդում էի մի կուրսում։ Հիմա դարձել են արդեն 6 կուրս եւ ամեն տարի շատանում կուրսերը պահանջում են, որ տեխնիկագործություն սովորեն, տեխնիկավարություն, բայց ես չեմ կարող, որովհետև ես միայն երկուշաբթի եմ գնում ինստիտուտ, որովհետև թատրոնում ազատ ենք երկուշաբթի ազատ օրն է, այդ օրը տալիս եմ այսպես լուսավորման օր եմ ասում, ես այդ օրը գնում եմ ինստիտուտ, գիտեք հետաքրքիրն ինչ է, ինչպես ես դու բացատրում, իմ դասերին բոլոր ուսանողները գալիս են, երբ որ ես գնում եմ ամբիոն, դասախոսների հետ խոսում եմ, ասում են կուրսում է 10 հոգի էր, 5 հոգի էր, 3 հոգի էր, իմ մոտ բոլոր գալիս են, որովհետև ես տալիս եմ սեր, ստանում եմ սեր եւ մենք միասին աշխատում ենք։ Առաջինը, որ դու ուսանողի մեջ պիտի սերմանես, դա սերն է։ Եվ դու պիտի սիրես քո գործը։ Եթե դու սիրում ես քո գործը եւ քո դիմացինին, ուսանողին, այսպես հավասարին ես վերաբերվում, երբեք ուսանողը չի թողնի, չի գնա։ Կսպասի, որ հաջորդ դասին գա եւ տեսնի ինչ հետաքրքիր բաներ ես դու պատմելու եւ ասելու։ 15 րոպե ես այսպես ասում եմ, թե ինչ գրքերից եմ օգտվել։ Թողնում եմ իրենց հայացողությանը, կկարդան, հետաքրքրի 15 րոպե ես ասում եմ ինչից եմ օգտվել, հետո անցնում եմ գործնականին, ցույց եմ տալիս տեխնիկները։ Տեսեք, երբ որ ես 10 ուսանող էի, իմ դասախոսը պատմում էր ստվերային տեխնիկների մասին։ Ստվերային տեխնիկների մասին։ Ես ուսանող նստած երազում էի, ինչպիսին է ստվերային տեխնիկը։ Հետո արդեն երկար տարիներ անցան եւ ես հայտնվեցի Թայլանդում եւ ես այդ տեխնիկը տեսա։ Բայց երկար տարիներ էր անցել, այդ ժամանակ ես երազում էի, ինչպիսին է այդ տեխնիկը։ Այսօր ես թանգարանից խնդրում եմ, տեխնիկը տանում եմ ինստիտուտ, 18-19 տարեկան ուսանողին ցույց եմ տալիս, որովհետեւ եւ նա աշխատում է այդ տեխնիկի հետ։ Եվ տեխնիկը տեսնում է, եւ այդ տեխնիկի վրա նա կառուցի էլ չի երազի։ Ահա։ Բայց այսքան տարի տեխնիկային թատրոնում աշխատելով, ստեղծելով հեքիաթներին համապատասխան կերպարներ, տեխնիկներ, կա արդյոք մի տեխնիկ, որը ցանկանում եք ստեղծել, որի պատմությունը գուցե դեռ չկա, նոր պիտի ստեղծվի, եւ դա ձեր պատմության տեխնիկն է, որն ամբողջովին կպատմի մի նոր հեքիաթ։ Այո, ես չեմ բացելու ոչ մի փակագից, հիմա դուք գիտեք, ես դա իմ մոնոներկայացումը, Հայաստանում առաջին մոնոներկայացումն էր, որ արեցի ես, Կոկորդիլոսը։ Դեպ յուրահատուկ տեխնիկ էր դա։ Այո, Կոկորդիլոսը շրջեց շատ փառատոներում եւ հիմա էլ հրավերներ ունի, քանի որ աշխարհակահաղական վիճակը լավ չի, ես չեմ գնում ոչ միտեղ։ Եվ հիմա ես նոր գործ եմ անում, բայց չեմ ասելու ինչի մասին է, դա շատ փոքրիկ մի պատմություն է լինելու մի մարդու մասին, ում աշխարհը թղթից էր։ Եվ շուտով ինքը այսպես լուսաշխարհ կգա եւ հանդիսատեսի դատին կհայտնվի մի ներկայացում, իմ երկրորդ մոնո ներկայացումը, բայց ես ունեմ երրորդ ներկայացումը, որը դեռ տենց մտածածին է, այո, եփվում է, սցենարիստը արդեն պատրաստել է պիեսը, նա հսկա փղի մասին է լինելու, այո, բայց նա հետո, հիմա երկրորդը։ Պետք է սպասել թղթե աշխարհ ունեցող մարդուն եւ հսկա փղի պատմությանը առաջիկայում ազգային տեխնիկային թատրոնում։ Փակագծեր չեմ բացել։ Լավ, շատ լավ։ Մենք կսպասենք այդ նորություններին։ Այո, շատ լավ։ Բայց մինչ այդ մենք սրտատրոփ այս զրույցի ընթացքում սպասում ենք նաեւ։ Ես այսպես իմ համար նստած եմ ու սպասում եմ այդ խաղին։ Որը եթերից առաջ պայմանավորվել ենք։ Շատ լավ։ Տեսեք,
Սրանք հարթակային տեխնիկներ են, ինչու հարթակային, որտեղ դերասանը վարում է հարթակի վրա։ Այստեղ կա փայտիկտոր եւ փոքրիկ մանրամասնիկ, որի օգնությամբ բթամատով պահում ենք, տեսեք, ցուցամատով, միջնամատով շարժում ենք Ես կարող եմ այո, եւ տեխնիկը շարժում է ոտքերը։ Իսկ քեզ չի հետաքրքրում ձեռքերը ինչպես է շարժել։ Ձեռքերը պիտի կանգնի հարթակին, նոր շարժի ձեռքերը։ Այսպես։ Մտածի։ Խնդրեմ։ Դուք աչլիկ եք թե ձախլիկ։ Աչլիկ։ Ահա, ուրեմն պահում ենք աչով։ Ձողը 3 մատով պահում ենք, այսպես։ Ահա, ցուցամատով, միջնամատով շարժում ենք փայտը եւ փորձելու ենք քայլել հարթակի վրա։ Աչ ոտքը դնելուց հետո զգում ենք հատակը, հետո բարձրացնում ենք ձախը, դնում գետնին։ Աչը, հետո ձախը։ Ուզում եմ հետ գնամ այսպես։ Հետ գնալը 3 քայլ հետ դժվար է։ Նախ պետք է առաջ գնալ, հետո նոր հետ գնալ։ Քանի որ ամեն ինչ իսկապես հեքիաթային է մեր տաղավարում, առաջարկում եմ ես էլ ձեզ միանամ, բայց մինչ մենք կհասկանանք, որ հարթակի վրա ու ինչ պետք է հիմա խաղանք ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ, այդ ընթացքում փոքրիկ դադար բերի եթերում։ Շարունակվում է առավոտ լուսով վիքենդը, սիրելի հեռուստադիտողներ։ Այս փոքրիկ ընդմիջման ընթացքում մենք աղասիից իմացանք, որ այս տարի լրանում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շունն ու կատվի 140-ամյակը, իսկ այս տարվա ընթացքում իհարկե սպասվում են նաև մեծ ու հետաքրքիր անակնկալներ, որին կհետևի նաև առավոտ լուսով վիքենդը, բայց հիմա առիթն օգտագործելով մեր եթերում փոքրիկ տեխնիկային անակնկալ հենց ձեզ համար։ Հովհաննես Թումանյան, Անխելք մարդը։ Լինում է, չի լինում, մի մարդ է լինում։ Այս մարդն այնքան է աշխատում, չարչարվում, էլի նույն աղքատն է մնում։ Ու մի օր որոշում է գնալ Աստծո մոտ։ Ճանապարհին թե ովքեր են հանդիպում, ես դա չեմ կարող ասել, տեսնենք, թե ինչ է լինելու։ Գայ։ Ինչ չուտես, խնդրում եմ։ Ես գնում եմ Աստծո մոտ, դարդ ունեմ Աստծուն պատմելու։ Ինչ պետք է պատմես։ Աստծուն պիտի ասեմ, որ այսքան տարի չարչարվում, տանջվում եմ, էլի նույն աղքատն եմ։ Երբ պիտի պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի քիչ բախտ խնդրեմ։ Դե որ Աստծուն տեսնես, կասես մի սոված գայլ կա, ամեն օր ման է գալիս ուտելու բան ու չի գտնում, թող մի ճար տեսնի ինձ համար։ Կասեմ, ուզածը Աստծուն կասեմ, գայլ ախպեր։ Դե գնա։ Ապրես, որ ճանապարհ ես տալիս, ապրես։ Քույրիկ ջան։ Ախպեր ջան, Հաջ ջան։ ուր ես գնում, ախպեր ջան։ Գնում եմ Աստծո մոտ, դարդ ունեմ Աստծուն պատմելու։ Ինչ դարդ այ ախպեր։ Լսի, թե որ գնաս Աստծո մոտ, ասա մի սիրուն, կուկլա աղջիկ կա, համաբախտը չի բացնում։ Մի լացիր, քույրիկ ջան, մի լացիր։ Այս թաշկինակով մաքրվիր։ Կասես չէ ախպեր։ Կասեմ, ուզածդ Աստծուն կասեմ։ Ապրես ախպեր ջան։ Մենակ թե մի լացի քույրիկ ջան, ուրախ ճանապարհ եմ գնում։ Աստված քո հետ ախպեր ջան։ Ապրես քույրիկ ջան, քո մասին իմաց կանեմ։ Ահա, այսքանը կարելի է նաև խոնարհվել։ Այո։ Դա մեզ մոտ կարծես լավ է ստացվում։ Ահա։ Եվ կարծես թե այդ բարձր ծափարում են ու մենք ուրախ շփիտով խոնարհվում ենք, նախ եւ առաջ տեխնիկներն են խոնարհվում, հետո պահում ենք, հետո դերասաններն են խոնարհվում։ Շնորհակալություն այս բեմադրության համար։ Սա մեր առաջին փորձն էր Այո։ պրոֆեսիոնալ տեխնիկներով, որովհետև վստահաբար բոլորիս մանկության տարիներին մեկ ծածկոց կախել ենք երկու աթոռների վրա եւ հետեւում մեր փոքրիկ սիրելի տեխնիկներով փորձել ենք խաղալ ընտանիքի անդամների համար։ Այսօր մեր մեծ ընտանիքի համար, մեր սիրելի հեռուստադիտողների համար խաղացինք փոքրիկ տեխնիկային ներկայացման մի հատված Հովհաննես Թումանյանի Անխելք մարդը պատմությունից։ Ես հիմա առաջարկում եմ նստենք բազմոցին, որպեսզի շարունակենք մեր զրույցը։ Ես էլ իմ աղջկան եմ շատ սիրում։ Այո, գայլը այնքան սոված է, որ նկարիչը Հասմիկ Գասպարյանը հենց այդպեսին էլ պատկերել է նիհար սոված գայլ։ Եթե մեզ մոտ լավ ստացվի, մենք կարող ենք խումբ կազմել եւ հանդեսներով ելույթ ունենալ մարզերում։
Մենք գանք անպայման փորձի քեզ մոտ։ Շատ լավ։ Դուք մեզ մի քիչ կսովորեցնես master class։ Այո, շատ լավ, շատ լավ։ Ու մենք կմտածենք մեր հետագա աշխատանքների մասին։ Սիրով։ Քանի որ խոսում էինք ժամանակները առաջ են գնում, երեխաներին հատկապես զարմացնելը անհնար է, բայց տեխնիկային թատրոնը շարունակում է ձեռքը պահել երեխաների հետաքրքրությունների զարգերակին ու ստեղծել նոր ներկայացումներ։ Ինչ է սպասվում թատրոնում, ազգային տեխնիկային թատրոնում Թումանյանի անվան։ Ազգային տեխնիկային թատրոնում սպասվում է նոր պրեմիերա Պինոկիոն, որ արդեն փորձերը ընթանում են, շուտով կլինի պրեմիերան, ինքը շատ հետաքրքիր ներկայացում է լինելու, տարբեր տեսակի տեխնիկներ են լինելու, տարբեր ժանրերի տեխնիկներ են լինելու է մարիոնետ տեխնիկներ, հարթակային տեխնիկներ, հետաքրքիր պրեմիերա է սպասվում մեր սիրելի հանդիսատեսին։ Շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք այս հրաշք օրվա համար։ Իսկապես մենք այսպես տեղափոխվեցինք հեքիաթային աշխարհ ու մեր մանկության ինչը որ չենք արել փոքր ժամանակ, մանուկ ժամանակ։ Դուք շատ մտերիմ եք արդեն։ Հա, կներես։ Համել սոված է գայլը։ Սոված է, ես պետք է գնամ գայլին կերակրեմ։ Շնորհակալ ենք եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ Տիկնիկային թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեզ մանկություն տեղափոխելու համար։ Վստահ ենք նաև հեռուստադիտողներից շատերը այս տեխնիկների մեջ գտան մի փոքրիկ հեքիաթ, որը կուղեկցի գոնե այսօր նրանցից շատերին, իսկ եթե ուզում եք այդ հեքիաթը լինի շարունակական, ապա ոչ միայն փոքրիկների հետ, երբեմն էլ մենակ այցելեք տեխնիկային թատրոն, որովհետև այնտեղ տեխնիկները պատմում են այնպիսի պատմություններ, որ ձեզ վստահաբար կտեղափոխեն բարության աշխարհ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, անակնկալները դեռ առջևում